Շինարարի պատճառով Մեծամորի երկրորդ մանկապարտեզի շինարարությունը այնքան է ձգվել ուշացել, որ երեխաները մեծացել դպրոց են գնում։ Այստեղ նախորդ տարի փորձել են ընդունելություն անել, հուսով, որ սեպտեմբերին կբացվի նախակրթարանը։ Փոքրիկներին սակայն տեղավորել են քաղաքի այլ մանկապարտեզներում։ Նախկին սաներ այլևս չունենք։ Կամ նախակրթարան են գնում, կամ գնում են դպրոց։ Այս տարի նորից դիմեցին, ինչպես կարող են երեխաներին տեղափոխել հարևան մանկապարտեզները, եւ իհարկե ծնողները ցանկանում են, որ երեխաները մանկապարտեզ հաճախեն։ Կիսանորոգ շենքի բանալին հարկադիր պարապորտում գտնվող պահակի ձեռքին է, ափսոսում է երեխաների աղմուկի փոխարեն լռություն է, ինչ էլ նորոգվել է, արդեն վնասվում է։ Անբարեխիղճ շինարարի պատճառով բանվորներին լավ շնային, շինարարին լավ շնայեցին, այս օրինակ։ Մարդիկ կպած գործը լավ էլ անում էին։ Գումար չտվեցին, բան չարեցին։ Ով գումար չտվեց, բայց կապալառում։ Մանկապարտեզի գործով վարույթի քննությունը հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է։ Քննիչ Հովհաննիսյանն է ներկայացնում քրեական վարույթի մանրամասները։ Մեծամորի մանկապարտեզի հիմնանորոգման համար Մեծամորի համայնքապետարանի եւ շինարարական ընկերության միջև 2022-ի դեկտեմբերի 30-ին կնքվել է գնման պայմանագիր։ Նախատեսվել է կառավարության եւ համայնքի համաֆինանսավորմամբ հիմնանորոգել մանկապարտեզն ու բարեկարգել հարակից տարածքը։ Ծրագրի արժեքը 287 միլիոն դրամ։ Պայմանագիրը կնքելուց հետո կապալառու ընկերությունը մոտ 1 տարի իրականացրել է շինարարական աշխատանքներ, որոնք սակայն աստիճանաբար դանդաղել են, այնուհետև ամբողջությամբ դադարել, ինչի հետևանքով Մեծամորի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները ավարտին չեն հասցվել։ Պայմանագրով ստանձնած պարտավորությունները նախատեսված ժամկետում չկատարելու հիմքով Մեծամոր համայնքի ղեկավարի որոշմամբ միակողմանի դադարեցվել է պայմանագիրը։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է այդ ժամանակ ղեկավարել Մեծամոր համայնքը։ Հետևել ենք, կատարողականները ստուգել ենք, չի համապատասխանել եւ հետեւաբար արդեն ուշադրություն ենք դարձրել, որ պատշաճ կատարի, բայց այս շինարարը պատշաճ չի կատարել, մենք էլ ըստ օրենքի շարժվել ենք, գնացել ենք լուծարման։ Շինարարությունները վերահսկելու նպատակով համայնքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, որը ըստ համայնքի ղեկավարի ամենօրյա շրջայց է կատարել նաև այս մանկապարտեզ։ Փաստում էր, թե վիդեոհոլովակներով, թե նկարներով, թե խոսացնելով այնտեղ գտնվող պահակին, որ միայն պահակն այդ պահին ոչ մի աշխատակից չկա, ոչ մի կամպանիայի աշխատակից չկա, այսինքն աշխատանքները կտրուկ դադարեցվել էին։ Մենք բազմիցս գրություններ ենք ուղարկել թե տեխնիկական հսկողությանը, թե տվյալ կամպանիային, որ ինչն է պատճառը, որ շինարարությունը դադարեցվել է եւ մեծ գրությունը հետպատասխան եկել, որ առաջիկայում կսկսենք։ Վերսկսելու փոխարեն սակայն շինարարության ընթացքում կապալառու ընկերության ներկայացուցիչները կազմել են մոտ 200 միլիոն դրամի կեղծ կատարողական ակտեր, որոնք ստորագրել հաստատել է տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենը, ներկայացրել Մեծամորի համայնքապետարան։ Ընկերությանը համայնքը վճարել է մոտ 193 միլիոն դրամ։ Նախաքննությամբ պարզվել է փաստացի իրականացված աշխատանքները վճարված գումարից պակաս են մոտ 48 միլիոն 700 հազար դրամով։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչները տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի օժանդակությամբ, խաբեության եղանակով, խարդախությամբ Մեծամոր համայնքից հափշտակել եւ շինարարական կազմակերպության սեփականությունն են դարձրել շուրջ 48 միլիոն 700 հազար Հայաստանի Հանրապետության դրամը։ Օրինակ, սալիկապատման վերաբերյալ տեղեկություններ են կեղծ ներառված եղել։ Կատարողական ակտերում նշվել են իբրև թե տեղադրված ջեռուցման համակարգի մասին, որը առհասարակ բացակայում է, կատարված աշխատանքների ծավալների մասով։ Կան նաև այնպիսի աշխատանքներ, որոնք կատարվել են, սակայն չեն համապատասխանում նորմատիվատեխնիկական պահանջներին։ Մեղադրյալի աթոռին են շինընկերության տնօրենը, փոխտնօրենը, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրենները։ Նախաքննությունը մեղադրյալներից 3-ի մասով ավարտվել է, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն իրավասու դատարան ուղարկելու եւ գործնստեյության քննելու միջնորդությամբ, իսկ մեղադրյալներից մեկի մասով, ում նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը եւ որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նախաքննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեում ամփոփվել են գնման գործընթացներում ենթադրյալ չարաշահումների դեպքերով 9 ամսվա արդյունքները։ Հունվարից սեպտեմբեր նախաքննությունը իրականացվել 71 քրեական վարույթով, 28-ի ընթացքը լուծվել է, որոշները դատավարական ավարտի, որոշները քննչական ենթակայության ուղարկելու տեսքով։ Վարույթներից 43 ընթացքի մեջ են, 8 վարույթ վերաբերել է 20 դպրոցի շինարարության հետ կապված մրցութային գործընթացներում ենթադրյալ չարաշահումների դեպքերին։ Դպրոցաշինության հետ կապված եւ կան օպերատիվ տվյալներ, որոնց ուղղությամբ միջոցառումն իրականացվում, ուղղակի գաղտնիքը
հնարավոր չէ։ Պետական գաղտնիքի դիրույթումը պաշտպանության ներքո են գտնվում այդ տվյալները, քանի որ իրականացվում են գաղտնի օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ հնարավոր չէ դրանք բացահայտել, արդյունքը հետագայում արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթով հասարակությանը հասանելի կլինի, երբ որ կստանան դատավարական ավարտներ։ Գնումների գործընթացներում եւ հանրակրթական հաստատություններում չարաշահումների դեպքերով 24 անձի մասով գործ է ուղարկվել դատարան։ Քննվող ընթացիկ գործերով կա 12 մեղադրյալ։ 2025-ի 9 ամիսներին կոռուպցիոն տարբեր հանցագործություններով նախաքննության ընթացքում վերականգնվել է ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս, 3 ու 4 անգամ ավելի քան նախորդ տարի։ Գնման գործընթացներում չարաշահումները կանխելու բացահայտելու համար կոմիտեում ստեղծվել է տեղեկատվական վերլուծական բաժին։ Բաժինը ուսումնասիրելու է հանրային մասնավոր ոլորտում գնման գործընթացներ, մրցութային գործընթացներ, կատարելու է խոր ուսումնասիրություն, վեր է հանելու ռիսկերը, ենթադրյալ չարաշահումները, շահերի բախումները եւ վերհանած ռիսկերի հիման վրա ձևավորել է վերլուծական հիմք, որը փոխանցվելու է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող հիմնական ստորաբաժանումներին։ Հաշվի առնելով կառավարության կապիտալ մեծածավալ շինարարական ծրագրերը, որոնք իրականացվում են մրցութային եղանակով, ֆինանսների նախարարությունը պարբերաբար վերանայում է գնումների մասին օրենքն ու մշակում գործընթացները վերահսկելու, չարաշահումները, ռիսկերը բացառելու մեխանիզմներ։ Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետը առանցքային է համարում մրցութային փուլում մասնակիցների նկատմամբ որակավորման չափանիշներ նախատեսելու հնարավորությունը։ Պատվիրատուները մրցույթի փուլում այլևս ի տարբերություն նախորդ կարգավորման, երբ որ միայն որակավորման ապահովում էր ներկայացնում հաղթող կազմակերպությունը, ներկա պահին պատվիրատուներին տրվել է հնարավորություն մրցույթների փուլում որակավորման պայմաններ սահմանելու եւ ըստ այդ պայմաններին համապատասխան ընտրված մասնակիցների հետ հարաբերվելու համար։ Քաղաքասարակությանն ու մրցույթին մասնակցած, բայց հաղթող չճանաչված կազմակերպություններին տրվել է հնարավորություն մասնակցելու պայմանագրերի կատարման ընթացքին, հայտնելու դիրքորոշում։ Թափանցիկության առումով սա Սերգեյ Շահնազարյանը համարում է գնումների համակարգի բացառիկ բարելավում։ Եթե նախկինում ունենք եւ պատվիրատուների եւ մրցույթի մասնակիցների կողմից անդադ բարձրաձայնումներ, որ խնդիրները շատ են կապված այդ որակավորման պայմանների փոխարեն ապահովում կիրառելու հետ, կարծես թե դրանք էականորեն նվազել են։ Նաեւ բողոքարկումների քանակն է էականորեն պակասել մրցույթների արդյունքների։ Շինարարության մասով կարամ ասեմ, որ բավականին բարելավումներ կատարվել է, մասնավորապես գործոնային գներով պայմանագրերի կնքման ինստիտուտ ներդրվել, կանխավճարների մարման տրամաբանությունն փոխվել, բյուջետավորման հետ այլևս չի կապված շինարարական աշխատանքների կատարման պրոցեսները, սա բերել է նաև բիզնեսի մոտ կանխատեսելիության, ասենց ասած, հնարավորության աշճանի մեծացման։ Գնումների մասին օրենքը այս պահին լրամշակվում է։ Նախատեսվում է սահմանափակել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված ընկերություններին գնման գործընթացներին մասնակցելու հնարավորությունը։ Ինչ վերաբերում է Մեծամորի մանկապարտեզին, համայնքի ղեկավարի խոսքով, շենքի հիմնանորոգման համար նոր նախագիծ են պատրաստում, ներկայացնելու են շինարարից գումարը բռնագանձելու միջնորդություն։ Մեր երկրի ցանկացած բնակավայր, ցանկացած համայնք մտնում ես եւ տեսնում ես ակտիվ շինարարություն։ ԿԳՄՍ նախարարը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով 59 դպրոց արդեն հանձնվել է շահագործման, 259-ում աշխատանքներ են։ Նախապատրաստվում է եւս 60 դպրոցի շինարարություն, այսինքն թիվը գերազանցում է 300-ը։ Մայա Խաչատրյան, Հայկ Շասլանյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայկ Պետրոսյան, Մեհեր Կիրակոսյան, Մուշեղ Մանվելյան։ Կիրակնորյալ լուրեր։